Կալանավորվել են ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին նրանք Ագարակ մաքսային անցակետով մուտք գործած բեռնատարում 11 միլիոն դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցրել են Իրանի քաղաքացի վարորդին հրահանգել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը։ Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնի օպերատիվ նկարահանում է իրականացրել։ Կադրերում երևում է մաքսային հսկման գոտում բեռնատարին սպասել են ՊԵԿ-ի պետական սահմանային ցամաքային անցման կետում մաքսային սպասարկման հսկողության վարչության 14 բաժնի պետի տեղակալը և Փարսցայան միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչը։ Մաքսային տեսուչը կապարակնիքը առանձնացրել և պահել է իր մոտ հետագայում բաժնի պետի տեղակալին փոխանցելու նպատակով։ Բեռնատարը առանց կապարակնքման շարժվել է դեպի կայանատեղի։ Arm Group ընկերության բեռների մեջ եղել է Sony մակնիշի 40 խաղային վահանակ, Apple ընկերության բջջային հեռախոսների 300 անլար ականջակալ, Dyson տեսակի 56 վարսահարդարիչ, 60 PlayStation 5։ Մաքսայինի բոլոր 3 աշխատակիցները կալանավորվել են, ավելի ուշ մաքսային տեսուչի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել 5 միլիոն դրամի չափով գրավ։